Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, եթե դուք մեզ լսում եք, կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ թվային պլատֆորմում, նաեւ կոչ եմ անում ձեզ բաժանորդագրվել այդ պլատֆորմին։ Երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ հետախույզի օրագիրը հաղորդման հեղինակ հրամանատարը Վովա Վարդանովն է, բարև ձեզ։ Բարի օր։ Վերջերս ազգային ժողովը օրենքով հաստատեց, որ այլևս հունվարի 27-ը, այսինքն նախօրեն բանակի տոնի, մենք ֆիքսելու ենք եւ նշելու ենք որպես սգի օր հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված մարդկանց համար։ Սա իրականում առիթ է խոսելու մի երևույթի մասին, որը դժվար է մի բառով ներկայացնել, բայց ամեն դեպքում նահատակների ոգեկոչումը եւ հասարակության հարաբերությունները զոհվածների մտերիմների, զոհվածների հիշատակի հետ երևի թե ռազմական մշակույթի մի մաս է։ Այսինքն տարբեր երկրներ ինչ որ տարբեր արարողություններ ունեն, տարբեր գործելավոճեր ունեն, թե ինչպես են իրանք հարգում իրենց նահատակներին եւ ինչպես են վերաբերվում, ինչպես են շփվում զոհվածների, բարեկամների, մտերիմների հետ։ Վեճ ազգային ժողովում իրականում հետեւյալում էր, օպոզիցիոն հատվածը համարում էր, որ պետք չէր հունվարի 28-ի նախօրեին սա դնել, որովհետեւ հունվարի 28-ը ավանդաբար տոնական օր է, որովհետեւ պետք է ֆիքսենք, որ մեր բանակը միշտ չի որ պարտվել է։ Նաեւ փառահեղ գործողություններ է արել մեր բանակը, ինչի համար մենք շնորհակալ ենք բանակին, այսինքն ընդդիմությունը կարծում է, որ այդ քան մոտ իրար դնել 27-28 այնքան էլ ճիշտ չի, ոնց եք դուք դրան վերաբերվում։ Դրանից անմիջապես առաջ։ Այո։ Ոնց եք դուք դրան Դե վերաբերվում։ ես լսել եմ նաև, ասենք, ինչ որ միջազգային օր է դրա հետ համընկնում, ինչ որ Իսրայելի օր է համընկնում։ Եթե այդ ամեն ինչից էսկոմ գանք, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական բանը, զուտ խոսանք բարոյահոգեբանորեն դա ոնց է ազդում մարդկանց վրա։ Ես ուրեմն մի քիչ վատ տրամադրություն ունենալով, երբ որ ինձ 21 թվականի գարնանը հարցրեցին 20 թվականը ոնց եղավ, Սփյուռքից եկած մեր հայրենակիցներից մեկն էր, ասի էդի եղավ սկսեց այդ 44 օրյա մեր մարտերում պարտվել այն ժամանակ, երբ որ չգիտեմ իմաստունի այդ տղայի անունը տալ, զոհված տղայի մորը անհարգում էին հարևանները եւ ասենք այդ տարածքային երկրապահի նախագահան անձամբ էր գնացել ու ես էլ գնացի, բայց չհասցրեցի, իրանք արդեն այդ հարցերը լուծել էին, ուրեմն հարևաններին, որ իրենց մի քիչ սա բանը խելքի վերել, էլի, որ խնդիրը այնտեղ բաներ, որ ուրեմն լավ, ասենց ասեմ, Վարդանի, Դուշման Վարդանի մասին լսել եք, իր մայրը Տիկին Զարիկը ուրեմն գրադարանի պես բան էր սարքում ու այնտեղ ինչ-որ տարածքային վեճ էր առաջացել եւ դուրս էին եկել էլի մարդիկ այն շրջանակներից, որ նորմալ մարդը, ասենք, պիտի պահի, իստեղ կնոջ նկատմամբ, որը զոհվածի մայրը։ Այ ես ասացի, որ Դուշման Վարդանի մոր նկատմամբ անհարգանքի պահը սրանից 25 տարի առաջ բերեց մեր մարտական պարտվելուն 20 թվականի, ասենք, այդ մարտերում։ Դա շատ կապված է միանշանակ։ 44 օրյա մարտերում 7 օր ջրականի տղաները դիմացել են, 7 օր կռվել են, լուրջ վնասներ են հասցրել, հետո հետ քաշվելուց հետո չունենալով երկրորդ, երրորդ գիծ եւ այլն ստիպված եղան, ասենք ես մի քիչ կոպիտ եմ արտահայտվել, ասենք տեղ-տեղ կարամ կրկնեմ, որովհետեւ այդ իմ բառերն է ու ես տերեմ ցանկացած իմ բառի տրճիկ տալով մեր զորքերը հայտնվեցին մինչև Բերձոր եկան 100-120 կիլոմետր։ Դա դիրքեր չունենալու նախորոք չպատրաստած լինելու պատճառով, բայց ինչի համար կահավորած
դիրքերը, որոնք որ իրենց թույլ էին տալի վնաս հասցնել եւ սարսափելի մեծ կորուստներ չունենալ, ինչի պատճառով այդ դիրքերը թողեցին։ Մի քանի պատճառ կա, որոնք որ բերեցին զորքերի կառավարելիության կորուստին, ու այդ պատճառներից մեկը մատակարարման պակասը եւ վիրավորների եւ զոհվածների, ասենք վիրավորներին եւ զոհվածներին հանելը, չեվակուացնելը։ Բարոյա հոգեբանականի վրա դա շատ ազդում։ Եթե ասենք մատակարարումը չեկավ, ջուր չեկավ, տեղ չհասավ, այնտեղ կարողա պոստի շանը կամ ուտելիք, պոստի շանը կարողա ուտեն ու ասենք կալորիաները խոսքի 10 կիլո միսը կապահովի 10 հոգուն մոտորապես եւս մի 7-ից 10 օր, որ իրենք ուժասպառ չլինեն, սովամահ չլինեն, ասենք փամփուշտների պակասը ինչ որ ձևով ասենք կոմպենսացնում ես, որ վիրավորվածի եւ զոհվածի բայզապասը վերցնում, բաժանում ես ու այդ ժամանակ շատ ավելի զգուշ ես կրակում։ Եվ քո եթե բայզապասը ասենք 1000 փամփուշտը պայմանական օգտագործել ես 3 օր, երբ որ վերցնում ես վիրավորված կամ զոհվածի բայկոմպլեկտը 600 պատրոնը եւ բաժանում ես 6 հոգու մեջ, թամենը 200 պատրոն, այդ 200 պատրոնը էլի 6 օր է տևելու կամ 10 օր, որտեղ շատ ավելի զգուշ ես ծախսում։ Բայց վիրավորվածներին չեվակուացնելը եւ զոհվածների աճյունները չհեռացնելը դիրքերից ոչ թե ուղակի գլորես որեթան, այլ այսինքն պատշաճ հարգանքով ասենք իրենց տեղափոխումը չապահովելը բերում անդրան, որ մարդը արդեն սկսում է մտածել ախպեր, հեսա կարողա վիրավորվեմ ու այսենց ստից վերքի պատճառով, որ ժամանակին եթե էվակուացիա տեղի ունենա, ես ողջ կմնամ, նույնիսկ կարող է չինվալիդանամ, եթե ընկերներս մի քիչ բուժ պատրաստության դասերը նորմալ անցած լինեն, ինչը միջև հիմա նորմալ չէ, էլի։ Իսկ զոհվածը ցանկացած մարդ չեմ ասի, բայց 99% մարդը մտածում է, ասենք մարտի դաշտում, որ եթե զոհվում եմ, գոնե հակառակորդի ձեռը աճյունս չընկնի, չանհարգեն, հետնել տնեցիք իմ մարմինը տեսնելով մի քիչ ավելի հանդարտ կլինեն ապագայի հետ, պատշաճ հողարկավորություն տեղի ունենա, մարդիկ իմանան, որ իրանց բացի այդ կկարողանան ապագայում, ասենք, ապագա կունենան, էլի այդ մարդիկ, որովհետև հողարկավորում են համապատասխան մեր տրադիցիաներին, որտեղ մտածելակերպը մեծ դեր է խաղում, ասենք, դու Տիբետի բան չես, ասենք, բուդդիստ չես, որ բանը վայրի կենդանիներին 10 ծտերին աճյունը, որ բանան են, էլի, քրքրեն, կարճ ասած, այդ ամեն ինչը բերեց դրան, այդ նման մտքերը սենց իրար հետ ակումուլացվեն, բերեցին դրան, որ տղաները նույնիսկ ի վիճակի լինելով իրենց, ասենք, համ դուխը, համ մարմինները, որ ողջ են, մեկը հետ քաշվեցին, դիրքերը թողեցին, որովհետև այդ իմաստ թվարկածը այդ թվում նաև զոհվածին նկատմամբ պատշաճ վերաբերմունք չցուցաբերելը։ Այդ ամեն ինչը բերեց դրան, որ ջրականի դիրքերը, ոչ միայն ջրականի, բայց ջրականը ուղղակի շատ բանա ցուցիչ է, էլի, շատ վառ երևում է, որ դա տիպ չի կարելի անել։ Զորքերի կառավարելիությունը կորցրեցիր, վերջ։ Իսկ զորքերի կառավարելիությունը, ասենք, մի քանի բաղադրիչ կա, որ պիտի ապահովես։ Դա սնունդ, դա փամփուշտ, մատակարարում, համալրում, ասենք կորուստները փակելու եւ կորուստները հեռացնելու դիրքից համապատասխան վիրավորին եւ համապատասխան զոհվածի մարմին։ Վերադառնալով թեմային, ի վերջո 27-ին նշելը ճիշտ է, թե ճիշտ չի Երազան դա։ Դա կարծում եմ ինքը հոգեբանորեն ճիշտ է, համընդհանուր օր պետք է, թե ես կարծում եմ, ասենք, ինչ-որ բաներ պետք է, հետախույզի գիշեր հասկացողությունը, որը որ ոմայի բանը անդամները իրենց վրա վերցրեցին 14
թվականից 13-ից 14, ասենք այդ բանից, դա հենց այդ բանն է, որ կա գիտակցություն, գոնե մեր մոտ կա այդ գիտակցություն, որ ինչ որ ձևով բան է պետք անել, բայց պաշտպանության նախարարությունը ամենակիչը շատ խանդոտ է վերաբերվում այդ հետախույզի գիշերը, պարբերաբար դիմում ենք, որ անցկացնենք, ասենք մի քիչ ավելի ճիշտ ձևով, ոչ թե բանա լացուկոցով, ասենց չգիտեմ, հավաքվենք, տխուր կանգնենք, զանգուլակ անենք։ Ես օրինակ միշտ ուրախացել եմ, երբ որ նորապսակներին հարսի հագուստով աղջիկերք էի տեսնում Եռաբլուրում կամ երեխաների էի տեսնում մանկապարտեզի կամ կրսեր դասարանների տարիքի եւ որոնք խաղում էին, ասենք զոհվածների, ասենք կողքը, շիրիմների կողքը, դա ճիշտ է, դու պետք է ճիշտ վերաբերվես քո զինվորին, քո զինվորը զոհվելուց ոչ թե մեռնումը, ասենց ասեմ, այնքը մշտական բանա դիրքում իր տեղն է զբաղեցնում, մշտական ինքը դիրքապահ է դառնում, հավերժ, կարող է դրանից առաջ հետախույզեր, չգիտեմ, օդաչուեր, բայց ինքը դառնում է դիրքապահ, հավերժ, ու այդ դիրքապահին վերաբերվել սքով այնքան է ճիշտ չի։ Ես այտենց եմ կարծում, եւ այդ հետախույզի գիշեր անցկացվող արդեն ծիսակարգը 90 թվականի նոյեմբերի 30-ի գիշերվանից, որ մենք անում ենք, սկզբից հատուկ նշանակության խմբի վետերանները, իսկ հետո ՈՄԱ-ի, ասենք, աջակիցները եւ անդամները, միտված է հենց դրան, որ սա պիտի լինի կենթանի տեղ, ողջ տեղ, մենք ես երկար ժամանակ, ասենք, շատ երկար, էլի երևի մի 5 տարի է ինչ սկսել եմ ծաղիկ տանել Եռաբլուր, ու ավելի շատ ծաղիկ տանում էի ոչ թե միայն մեր տղաներին, ովքեր որ մեր, ասենք, գումարտակի կազմում իմ հրամանատարության տակ են զոհվել, այլ ես ոնց որ մեղայականով Եռաբլուր գնամ այն երիտասարդների եւ ոչ երիտասարդների, որոնց չեմ կարողացել ընդգրկել ՈՄԱ-ի կուրսերի մեջ, որ իրանք պարապեին, մարզվեին եւ հնարավոր է դրա արդյունքում չզոհվեն։ Ես հիմա ՈՄԱ-ի գովքը չեմ անում, էլի։ Փառք Աստծո 20 թվականից հետո 60-ից ավել ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կառույցներ են ստեղծվել եւ այդ կառույցները շատացնում են այն մարդկանց թիվը, ում շանսերը փոքրանում է Եռաբլուրում, ասենք, վաղաժամ հայտնվելու։ Ես այդպես եմ վերաբերվում մեր զոհվածներին, այտենց եմ վերաբերվում մեր ասենք Եռաբլուրներին, ցավալի է, բայց մի Եռաբլուր չի, ամբողջ Հայաստանով Եռաբլուրներ են, չպետք է ինքը սքով այրել, ինքը պետք է լինի, նայեք, Մատենադարանը միգուցե չէ, հենց ճիշտ է համեմատելը, Մատենադարանը մի սրբավայրել ինքն է, չէ, ասենք։ Իհարկե։ Բայց ես իրան շատ անլուրջ կնայի, եթե ինքը չլիներ, ասենք, հետազոտական ինստիտուտ, որտեղ կյանքը եռում է, ուսումնասիրում, բանա գիտաշխատանքներ են գրվում եւ այլն, ասենք, աշխատակազմը ոչ թե միայն փոշին է մաքրում եւ վերականգնում, ասենք, վնասված տառերը, այլ զարգացնում է, ասենք, գիտությունը, զարգացնում է լեզվաբանությունը, ասենք, պատմական բանա անհրաժեշտությունից ելնելով մահացած լեզուների ուսումնասիրում եւ այլն եւ այլն։ Նույն ձևով, ասենք, պատմության թանգարանը նույնն է Եռաբլուրը, հասկանում եք, նույնն է, ինքը չպետք է լինի զուտ, բանա, ոնց ասեմ, պահպանման, աճյունների պահպանման վայր, գերեզմանատուն, ինքը պետք է լինի ու համապատասխան վերաբերմունքը պետք է լինի։ Հիմա այդ սքո բանը մի քիչ զարգացնելը շատ սխալ բան եմ համարում, շատ ընդհանրապես։ Իսկ բանակի տոնից առաջ կարծում եմ սխալ է։ Այն մեկը հաստատ սխալ եմ համարում, որ ընդհանրապես նման օր ունենք, որովհետև պիտի այտենց փոքր տրադիցիաներ լինեն, ասենք հետախույզի գիշեր, խոսքի
տանկիստի զորատեսակ ու բանա ոնց է ասենք ուշադրություն դարձրեք մի հատ Ռուսաստանում այս պահին ու դեռ սովետի ժամանակ Աֆղանստանի պատերազմի վետերանները սկսեցին դեսանտայինների օրը հավաքվել օգոստոսի 2-ին մի քիչ անհամություն էին անում, շատ էին անհամություն անում, անհամություն չէին անում, բայց դա դարել է տրադիցիա, կարելի ասել համարյա պետական տոն է դարել։ Դե հա, իրենք ֆոնտաններում լողում են, շատրվաններում ու ոստիկանները ոչինչ չեն ասում։ Դարել է ավանդույթ ու չի բացառվում, որ նման ավանդույթը չլինելու դեպքում ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մի քիչ ավելի ցածր մարտական ոգի ունեցող զորքեր ունենալու Ռուսաստանը։ То есть այդ փոքր բաներով գալով երաբլուր ընկերների մոտ հյուր, օրինակ մենք շատ հաճախ վետերաններով ՀՆԽ-ի գնում էինք մի շիշ դնում էինք ու տղեկի հետ, ասենք Արշակի ու Վաղոյի գերեզմանների արանքը, ասենք շիշ էինք դնում, հետները նստում էինք ընդ մեր ընկերների հետ խմում էինք, որ իրենք ողջ են մեր համար։ Ու ինչ որտեղ ստիպում են քայլեր անելու, ասենք որ խոսքի չլինի այն ինչ որ եղավ, ասենք մեկի հետ, չլինի այն ինչ որ եղավ մյուսի հետ։ Այ ոնց որ կյանքում մեր առաջի բանա գումարտակի բանա 20 թվականին զոհվածը զոհվեց մոտորապես 4.5 սանտիմետր բեկորը մեջքին խփելու պատճառով ստիպեց մեզ, որ մենք շատ արագ, չնայելով ոչ մի ծախսերի, մենք դրանից հետո կես տարի այս պարտքեր էի փակում, ասենք։ Մենք զրահ-բաճկոններով ապահովեցինք գումարտակը շատ արագ, որովհետև դա դաս էր մեր համար։ Նույն ձևով ցանկացած պարկածի երաբլուրում պարկած զինվորի մարմինը մեր համար պետք է դաս լինի, պիտի հասկանանք ինչի զոհվեց, ինչի ասենք այս բանը ձևավորվեց։ Ու հետնել դա պետք է լինի ոգևորող տեղ, էլի, ինքը պետք է մատենադարան լինի, ինքը պետք է պատմության թանգարան լինի։ Հրամանատար, օրինակ, Քանաքեր Զայթուն համայնքում Երևանի լեզվով ասած մոնումենտում կա հաղթանակի թանգարան, այսինքն Մայր Հայաստանի արձանի տակ թանգարան է, որտեղ որ ես ամոթինց եղել եմ դպրոցում վերջին անգամ։ Առիթ ունեցել եք լինելու։ Այո, բնական է։ Վերջերս թե դե որպես բան այնտեղ ոնց են դրան ասում էքսպոնատ եմ ես նաև այնտեղ կա բան մի կարճ ասած զենք ունեմ այդտեղ տված բան ոչ գործնական վիճակի բերած այնտեղ Մոնտեի հարսանիքի հրավիրատոմսերը որ ստացել էի մեկը Իրանից մեկը Սեդայից բանը ուրեմն մեկը իրանց եմ տվել, մեկը Պիոները պալատի այդ բանը Մոսկովյան փողոցի վրա այդ թանգարանին եմ տվել, հրավիրատոմսերից մեկը։ Կարճ ասած ես ընդ էքսպոնատ եմ դաշտում եք։ Դա լավ ձև է, չէ՞ ոգե կոչելու զոհվածների։ Այսինքն ինչ-որ թանգարաններ ունենալ։ Թանգարան կենթանի, բայց թանգարաններ էլի, կենթանի ու պատմության թանգարաններ շատ լավ այդ առումով մի մատենադարան էլ պայմանական ինքն է, որովհետև այնտեղ կոնֆերանսներ են անցնում, այնտեղ կարելի ասել նույնիսկ ցեղասպանության թանգարանն է այտենց։ Հա ինքը լացուկոցի տեղ չի, ինքը մտածել ու համապատասխան էքսպոնատներն են դրվում, որ դու մտածես, ոնց եղավ, ինչի եղավ, ոնց անես որ չլինի, էդ է ձևը։ Իսկ ուղակի գերեզմանոց դարձնել, ուղակի սքալ, շատ սխալ է, էլի եկեղեցին դա գիտակցելով, ասենք 1.5 միլիոն մարտիրոսներին սրբացնել, ասենք հենց հենց չէր։ Մտածեց հերիք է, էլի ու մի բան փոխել է պետք բոլը ասենք բոլը սքալ սրբի համար չես սքում սրբին ասենք ապավինում ես ինչ որ հարցերով հա այո շփվում ես նույն ձևով իմ համար ցանկացած ազատամարտիկել զինծառայողել կամավորականել ով որ երաբլուրում կամ երաբլուրներում պարկածա իրանք մարտիրոս են իրանք վարդանանքի մարտիկներն են ովքեր որ ասենք այդ տղմուտ կետը գրոեցին ես տենց եմ նայում ու եթե տենց չես նայում բերում ես ապագա տրագեդիաները բերում ես ապագա ցեղասպանությունը գաղթը չի կարելի նման բաներ անել այսինքն մեծ հաշվով sense է ստացվում էլի օրակարգում հերթական չգիտեմ երաբլուր գնալու օրնա նրանք տենց իրուն շարված մեծ գեղեցիկ ծաղկեպսակներով
կմոտենա Գիտեք ինչ, լինում են վերադառնան տուն, իսկ հաջորդ օրը ամենայն հավանականությամբ կգնան տոնական համերգ։ Լինում են օրեր, որոնք որ կամ որոշումներ, հենց օրերի վրով օրինակ կբերեմ, որոնք որ իրենց չի արդարացնում այդ որոշումները եւ մի քանի տարի հետո այդ որոշումները ջրվում են, այսպես ասած, հետևից ոչ մի ուշադրություն չդարձնելով, մոռանալով, մոռացության մատնելով, sense լրիվ մթության մեջ կորցնելով այն մարդկանց, որ այտենց սխալ որոշումներ ա կայացրել, ով կհիշի, ասենք մարտի 8-ը ով հանեց։ Ես մարտի 8 տոնը չեմ սիրում։ Մարտի 8 տոնը էդի շատ վատ արմատա ունեցել, ասենք, հետո դարել է կանանց միջազգային օր։ Ես քանի որ պատմություն սիրում եմ, գիտեմ այդ արմատը, ոչ թե Facebook-ով ու եսիմ ինչով, այլ մի քիչ ավելի կոնկրետ գիտեմ։ Գիտեմ առաջ տարիները ոնց էր տոնվում եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետությունը դեռ անկախություն չստացած թե անմիջապես ստանալուց հետո մարտի 8-ը հանեց որ տոների ցանկից։ Նոյեմբերի 7-ը ես հասկանում եմ, ասենք, դա հեղափոխության կամ հեղաշրջման օրներ, ով ոնց ուզում է հասկանա, ես նույն ձևով այդ նոյեմբերի 7-ին եմ վերաբերվում, ոնց որ ասենք 18 թվականին, մարդկա այտենց է հասկանում, մարդկա անենց է հասկանում։ Բայց մարտի 8-ը արդեն դարել էր մարդու անձի հետ կապված, էլի, ասենք, դες կանանց տոն էր դարել եւ կանանց տոնը չեզոքացվեց։ Իսկ Կարեն Դեմիրճյանը, երբ որ եկավ պարլամենտի նախագահ որպես 99 թվականին, առաջի որոշումներից մեկն էր վերականգնել մարտի 8-ը։ Ու մոռացել եմ, ես նույնիսկ չեմ էլ հիշում արդեն այն մարդկանց, ով որ այդ տոնը չեղյալ արեց։ Իրոք չեմ հիշում։ Ում առաջարկներով էդի բան արեց, իսկ ես շատ կոնկրետ Կարեն Դեմիրճյանին հիշում եմ, որ ինքը վերականգնեց։ Ես էլ եմ ասում, ես չեմ սիրում այդ տոնը, բայց ես գիտակցում եմ, որ ինքը ձևավորված տասնյակ տարիներով տոն էր ու պիտի ինքը լիներ։ Ու դրա վառ օրինակը հենա, որ մենք միշտ տանը խնդիր ենք ունենում, ես մարտի 8-ին չեմ առնում, ոչ մի բան ասում եմ, ապրիլի 7-ը լավ հայկական, ասենք, եկեղեցով ընդունված տոն կա, բայց մեկը ամեն տարի հիշացնում են դու մարտի 8-ին մեզ ոչ մի բան չես նվիրել։ Ոմայում ուզում եմ ասեմ, այդ օրը կջրվի, կարծում եմ։ Ոմայում բացի հետախույզի գիշերից ուրիշ ինչ-որ միջոցառումներ, արարողություններ լինում են կապված զոհվածների, հարազատների։ Առաջներում կար, բայց հետո բանա մենք կար Արշակի զոհվելու օրը հուլիսի 9-ը, որ պարտադիր եռաբլուր էին գնում, կար Գևորգյան, ասենք, Յուրայի եվրեի զոհվելու օրը հունիսի 8-ի, ասենք, օրը, որ գնում էինք պարտադիր, Վաղոյի զոհվելու օրը նոյեմբերի 21, որ պարտադիր գնում էինք, ասենք, դա հետախույզների մասին է խոսքը, էլի, ՀՆԽ-ի հետախույզների մասին է խոսքը, մեր ջոկատը մի քիչ ավելի մեծ էր, հետախույզներին սպասարկող մոտավորապես մի 20 անգամ ավել անձնակազմ կա, ասենք, անդեղ էլ զոհվածներ ունեինք, բայց հետախույզներին էինք, քանի որ ու տենց է ստացվել։ Մենք հետո որոշեցինք այդ ամփոփենք հետախույզի գիշերով։ Հիմա կարող ես գալ, ասենք, եռաբլուր ու նույնիսկ իրար հետ չենք պայմանավորվում, լինում է, ասենք, գոնե այս բանը աշնանը ես նոյեմբերի 21-ին գնացել եմ այն վաղ, երբ որ դեռ ոչ մեկ չէր եկել ու հեռացել եմ։ Դու սովորական է։ Լինում է հանդիպում ենք, լինում է չէ, իսկ արդեն մի երկար ժամանակ դարել է այդ հետախույզի գիշերը, ոնց որ այդ տղաների հետ շփվելու, անգամ եթե ամբողջ տարի դու չես լինում, ասենք ինչ պատճառներով եռաբլուր, երբ որ ես Նորագյուղ էի բնակվում, շատ ավելի հաճախ է հետո, որտեղ այնտեղից քայլելով մոտ 2.5 կիլոմետր է, ես մի հատ անգամ քայլում էի, մի քիչ նստում էի տղաների հետ, հետո տուն էի գնում, հիմա արդեն մի քիչ հեռու ապրելով այդքան շուշուտ չեմ գնում, բայց հետախույզի գիշեր պարտադիր, ես այս հետախույզի գիշերին 39.6 ջերմաստիճան եմ ունեցել, բանա 39.6 բան եմ խմել, դեղ եմ խմել ու եկել եմ, ասենք, հետախույզի գիշեր այդ վիրավորվածների մեդալների տալու արարողությանը պարտադիր չի ես լինեմ, էլի, բայց
իմ համար պարտադիր է, որ ես լինեմ այդ գիշերով երրավորում։ Օրակարգում պարտադիր։ Որ ես երրավ Ձեր համար պարտադիր։ Իմ համար, այո, պարտադիր է ու նույնիսկ ես այնտեղ թեթև ներկայացրեցի, ասենք, վիրավորվածների, ասենք, այդ մարտական վիրավորում մեդալը, որը ոման արդեն հեսա 10 տարի է տալիս է, ու խոսքը տվեցի արտիստին, մեր Հայկին, ասենք, մեր գումարտակի, ինքը արդեն վարեց այդ բանը, դա նորմալ էր, բայց ես կարա այդ խոսքն էլ չասեի, որտեվ իմ համար ավելի կարևոր էր, որ ես երրաբերում լինեի հետախոզի գիշերով։ Ու տենց բան, որ ես չլինեմ հետախոզի գիշերով, եղել է մի անգամ, չէ, 2 անգամ, երբ որ ես արտասահման գործողումների եմ եղել 92 եւ 93 թվականներին։ Կարևոր գործողումներ։ Երկրի շահերը ապահովող գործողումներ։ Սիրելի ռադիոլսողներ, մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, բայց այս թեմային վստահ եմ դեռ երկար ենք անդրադառնալու, խոսելու ենք, որտեվ ցավոք սրտի մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ որ պատերազմները մեզ անդադար մեզ հետ են լինելու, մենք անդադար պատերազմելու ենք եւ ցավոք սրտի պատերազմը իր ձոերի է բերում եւ մենք պիտի ինչ որ Ես կուզենայի մի բան ավելացնել, էլի։ Սիրելի հայրենակիցներ եւ Հայաստանի Հանրապետության բնակիչներ անկախ ազգային պատկանելությունից, արդեն շատ երկար ժամանակ մենք ձմեռային հավաք ենք անում պարտադիր, տարբերվում ենք զինված ուժերից, որ մենակ մենք ենք անում ձմեռային հավաք եւ ձմեռային զորավարժություն, բանակը փառք Աստծո, այս մի տարի է սկսել անել, չգիտեմ, երևի ուշքի եկե կամ տաք շորեր են ձեռք բերել։ Ոնց որ միշտ ձմեռային հավաք է լինելու, կարող եք համացանցում նայել Ոմա էջը, մի քանի օրից սկսում է, կարծեմ 4 օրից 5 օրից։ Так что եթե ցանկություն կա միանալու, միացեք շոտ։ Այսքանով վերջ։ Կոնտակտները գիտեք, Ոմայի Facebook-յան էջում կարող եք նայել, շատ տեղեր կա։ Աստծուն փառք, Ոման հայտնի կառույց է։ Երկար բացատրելու կարիք չկա։ Թեման ամփոփելով նորից եւս մեկ անգամ փառք տանք նահատակներին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրենց կյանքը չեն խնայել Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար ու Ինձ հաղորդումը կարելի է վիրավորվածների մասին ասել։ Վերջապես դա ամենալուրջ թեմաներից մեկն է։ Այո, այո, ամենալուրջ, որովհետեւ շատ հարցեր է ինքը լուծում եւ չլուծելու դեպքում շատ հարցեր, ասենք, վերում են կորուստների ավելի մեծ, քան մենք պատկերացնում ենք։ Կարելի է հենց մյուս հաղորդում խոսալ վիրավորվածների եւ ինվալիդացածների մասին։ Մի քիչ ցավալի ուղղություն է, բայց ասում եմ, չպետք է նայենք սքով, նայենք պրագմատիկ, նայենք բարոյականության տեսակետից, ոնց ասենք, դա բավարար կլինի։ Պրագմատիկը, որ այո, արված հետևություններով եւ անելիք գործերով եւ բարոյականին անդրադառնանք։ Այսքանով երևի վերջ։ Այսքանով վերջ։ Կհանդիպենք հետախույզի օրագիրներ եթերում Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ, հաղորդման հեղինակ Վարդանովը առաջինի մոտ։ Ցտեսություն։ Ցտեսություն։